Բարի երեկո, եթերում է ABC լուրերի երեկոյան թողարկումը, ես Գառնի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Երևանի և Մոսկվայի անվտանգության կառույցների առաջին ուղիղ շփումը երկար դադարից հետո հանդիպել են Սերգեյ Շոյգուն և Արմեն Գրիգորյանը։ Երբ անձնական ցանկությունը դառնում է պետական նարատիվ, Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում, նոր կեղծ տեսանյութ ադրբեջանական տիրույթում։ Ախտոյանների ընտանիքը հեռացել է Մերձավանից, Փարաքարի համայնքապետը մանրամասներ է հայտնել։ Ձեռնաշղթա, գաղտնալսումներ ու ձերբակալությունների բացատրություն, քննչական կոմիտեի նախագահն ազգային ժողովում էր։ Վարկ առանց պայմանագրի ու դրա դիմաց ստացած փողի, խարդախության նոր ձևի հետքերով։ Ձեռնաշղթա, գաղտնալսումներ ու ձերբակալությունների բացատրություն։ Ազգային ժողովի պետբյուջեի քննարկումն այսօր միայն բյուջեի մասին հարցերով չսահմանափակվեց։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ստիպված էր պատասխանել նաև իրավապահ համակարգի վիճակի մասին հարցերի։ Մասնավորապես վերջին ամիսներին շատացող կալանավորումների, աղմկահարույց գործերի եւ հատկապես հոգեվորականների, փաստաբանների ու գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման մասին։ Սեդա Մակարյանն է հետևել քննարկմանը։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ անսպասելի նվեր է ստացել խաղալիք ձեռնաշղթա։ Նվերի հեղինակ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, բայց նվերը դուր չի եկել ՔԿ նախագահին։ Տիկին Թովմասյան, լսեցի ձեր հարցերը, արդեն նշեցի, որ ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Ազգային ժողովում պետբյուջեի քննարկմանը ներկա էր քննչական կոմիտեի նախագահը։ Սա լավառիթ էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներն ու ԶԼՄ-ներն իրենց հարցերն ուղղեին նախագահին, հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձությունները։ Վերջիններն անշուշտ բաց չթողեցին առիթն ու պետբյուջեի քննարկումը վերածվեց պարզաբանումների։ Ընդդիմադիրները ՔԿ նախագահից փորձեցին պարզել, թե ինչու են երկրում շատացել կալանավորումների թիվը։ Պողոսյանը զարմացավ հարցից, պնդեց կալանավորումների թիվը հակառակը նվազել է։ 16.4%-ով դա հսկայական թիվ է կազմում, 16.4%-ով նվազում ունենք։ Սա արձանագրում եմ, նաև նշեմ, թե դա ինչի արդյունքում է, որովհետև հանրական է տրվել այդ մասով, որ հարուցել միայն բացառիկ դեպքերում եւ խիստ անհրաժեշտության դեպքում։ Դրանից հետո ընդդիմադիրները որոշեցին խոսել հստակ օրինակներով, հիշատակելով կալանավորված հոգեվորականներին, փաստաբաններին եւ գործարար Սամվել Կարապետյանին։ Լավ անչափահասի նկատմամբ բռնությունը կիրառում են, հետո տանում են կալանքի, նրա ճակատագրի վրա խարան են թողնում, բայց ամեն ինչը չեք հաշվարկում։ Անչափահաս երեխան, որ դուրս է եկել հրապարակ, ինքը գնացել է բռնության է ենթարկել Կարմիր բերետավորին, որի համար ալֆա ջոկատին, դուք այդտեղ հատուկ նշում եք, որ հատուկ ստորաբաժանման նկատմամբ բռնություն։ Անչափահաս երեխան Սարոխանյանի զոքանչը, մեկ էլ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը գնացել էին ալֆա ջոկատին ծեծելու։ ՔԿ նախագահը բոլոր դեպքերի վերաբերյալ ուներ իր մեկնաբանությունը, օրինակ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի վերաբերյալ նշեց, որ վերջինս ըստ իր տեղեկությունների որոշ գործողություններ է իրականացել Գյումրիում տեղի ունեցած ակցիայի ժամանակ։ Պարոն Պողոսյան, ձեզ համար ծիծաղալու չէ ձեր պատասխանը Ռուբեն Մխիթարյանի մասով։ Ասում եք, բան է արել, ասես տակից մի բան արել, հետո ձեռքերը բարձրացրել։ Ամբողջ ընթացքում տեսանյութերում երևում է այդ մարդը կամ ասում է հանգիստ կամ ինչ որ ձեռքերը ասես բարձրացրած, ոչ թե ձև է տալիս, որ հետո ալիբի ունենա, ասի ձեռքերս բարձրացրացım, այլ ամբողջ տեսանյութը դրա մասին էր։ Լրագրողները եւս փորձել են պարզել, թե ինչու են վերջին ամիսներին կալանավորման դեպքերն աննախադեպ աճել։ Պողոսյանը նորից պնդեց, բոլոր դեպքերում ինքը հանցակազմ է տեսնում։ Դուք ինձ հիմա մեղադրանքի էությունը ասում եք պարզաբանի։ Մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է։ Կներեք ավարտեմ։ Դա էլ է հանցագործություն։ Ձեր պաշտոնի նկատմամբ։ Հիմա մենք ասում ենք մեր ձևով ձեզնից հարցազրույց ենք վերցնելու։ Մեզ էլ եք։ Դուք ով եք։ Ես լրագրող եմ։ Հա։ Ըստ ձեզ դա բավարար է։ Դե հիմա նույնն է ասել եմ։ Հարգելի լրագրող, հիմա ես հարցազրույց է տվել, դուք այդ մարդուն կալանավորել եք։ Հարգելի լրագրող, դե լսեք ձեր հարցը տվեցիք, լսեք։ Սա կապված է սուբյեկտը, իրադրությունը, խոսքերը, մեր ունեցած տեղեկությունները, բազմաթիվ գործոններ կան։ Փարաքարի սպանություններն էլ ըստ Պողոսյանի ամբողջությամբ բացահայտված է, չնայած ընդդիմադիր պատգամավորների կասկածներին։ Եթե փետրվարի 5-ի սպանությունը բացահայտված լիներ լրիվ եւ ամբողջությամբ եւ որևէ կասկած չմնար եւ կողմերը բողոք չունենային, գուցե Վալոդիա Գրիգորյանը այսօր լիներ կենթանի։ Եվ վերջին նախադասությունը։ Նույն փետրվարի 5-ի դեպքի առիթով այսօր ձեր մոտ սպանության
օժանդակության կասկածանքով կալանավորված անձը լրատվամիջոցների հետ զրույցում բողոքում էր քննության ընթացքից։ Նա էլ էր խոսում որոշակի պատվիրատուների մասին։ Ապա անդրադարձան գաղտնալսումներին եւ գաղտնի նկարահանումներին։ Պողոսյանը պնդեց, գաղտնի նկարահանումը պարտադիր չի, որ իրավապահ համակարգն իրականացնի։ Գուցե միջադեպի մասնակիցներից մեկն է հրապարակել։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, որևիցե միջադեպի մասնակիցները մեկը մյուսն է հրապարակի։ Դուք ինչի՞ այդ վարկածը, դուք սևեռվել եք, մենք կստուգենք այդ վարկածը։ Ես չգիտեմ, մենք ունենք ընդամենը հրապարակված տեսաձայնագրություն, բայց չգիտենք դա երբ է կատարվել, ով է կատարվել, ինչ հանգամանքներում է կատարվել, ոնց է հայտնվել։ Ուսումնասիրում եք, չեք կանխում, չեք գտնում այն Ես որ նման բան է։ ճիշտ ասած քննչական կոմիտեն դեպքերով զբաղվում է։ Իրավապահների գործն է, այսինքն եթե Դե ո՞նց կարան կանխեն օրինակ, ինչ է կանխեն։ Նկարելը։ ՔԿ նախագահը վերջում հավելեց, միայն ընդդիմադիրների դեմ չէ, որ հաղորդումներ են ստանում Հովանավանքի գրավման մասին հաղորդում են ստացել։ Հաղորդումը սահմանված կարգով ընթացք է լուծվել։ Հիմա այս պահին ճիշտ ասած որքան տեղյակ եմ, վարույթ չի նախաձեռնվել։ Սադամակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունները միանշանակ չեն ընդունել։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանն այցելել է Բագրատ Սրբազանին։ Փաստաբանի խոսքով Սրբազանը հեռուստատեսությամբ դիտել է այսօրվա ազգային ժողովի հարցոպատասխանը եւ իր նկատմամբ կարված կեղծ գործի վերաբերյալ քննչական կոմիտեի ղեկավարի պատասխաններին։ Սրբազանն ասել է, որ շուտով կարձագանքի քննչական կոմիտեի նախագահի հայտարարություններին։ Իսկ Մերձավանի դաժան սպանություններից հետո Ախտոյանների ընտանիքը հեռացել է գյուղից։ Գործընկերոջս հայտնել է Փարաքարի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։ Հստակ պատճառը համայնքապետը չգիտի, բայց իրեն փոխանցված տեղեկության համաձայն ոստիկանությունն է այդպես որոշել, անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 12-ին համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։ Շարունակելով իրավապահ համակարգի հարցերին անդրադառնալը, խոսենք խարդախության նոր ձևի մասին, որը վերջերս նոր թափ է ստացել։ Պատկերացրեք, մի օր պարզում եք, որ վարկ ունեք, բայց ոչ մի պայմանագիր չեք ստորագրել, որևէ բանկ չեք այցելել, այդ փողն էլ երբևէ չեք տեսել։ Բայց բանկից զանգում են ձեզ եւ հորդորում վճարել պարտավորությունը։ Վերջին ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել Յունիբանկի մասնակցությամբ։ Քննչական կոմիտեն արդեն ուսումնասիրում է գործը։ Կենտրոնական բանկի նախագահն էլ ասում է, անընդհատ միջոցառումներ են ձեռնարկում ֆինանսական զեղծարարությունների դեմ։ Պարզվում է նույնիսկ կեղծել են նախագահի տեղակալի ստորագրությունը։ Դիտենք դեպքի մանրամասները։ Վարկ առանց վարկառուի։ Թվում է անհնար է, բայց Հայաստանում նման դեպքեր են գրանցվել։ Քաղաքացիները հայտնվում են պարտքի բեռի տակ, առանց երբևէ բանկ մտնելու կամ վարկային պայմանագիր ստորագրելու։ Իսկ ինչպես է դա հնարավոր։ Տեխնիկական անփութություն է, բանկային համակարգի բացեր, թե պարզապես խարդախություն։ Օրեր առաջ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Facebook-յան իր էջում բացահայտել է նման դեպքերից մեկը, որը ըստ նրա տեղի է ունեցել Յունիբանկում։ Նրա խոսքով բանկի հաճախորդներից մեկը առանց իր գիտության վարկային պարտավորություն է ստացել, իսկ երբ փորձել է պարզել մանրամասները, ըստ նրա ստացել է անպարկեշտ պատասխան։ Ինձ դիմել է քաղաքացին, ում զանգահարել են Յունիբանկից եւ տեղեկացրել, որ իր անունով վերցվել է վարկ, բավականին խոշոր գումարի եւ որ բանկին հայտնի է, որ այդ վարկը ձևակերպվել է զեղծարարության արդյունքում, հորդորում են քաղաքացուն, որպեսզի նա դիմի իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնի, այլապես իր տվյալները կուղարկվեն համապատասխան բյուրո եւ դա կազդի վարկային պատմության վրա։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հաղորդում է ստացվել։ Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հիմքով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղյակ է միջադեպից։ Պնդում է, որ բոլոր երկրների ֆինանսական համակարգերում տեղի են ունենում նման միջադեպեր։ Մենք անընդհատ ենք միջոցառումներ ձեռնարկում, Յունիբանկի кейսով եւ մյուս кейսերով անընդհատ նայում ենք։ Խաժակյանի գրառումը ես տեսել եմ, ինչ մասն է, մեր վերահսկողական թիմը աշխատում է Յունիբանկի հետ սպայդրությամբ։ Ի պատասխան բարձրացված աղմուկի Յունիբանկը հերքում է մեղադրանքները, հայտարարելով, որ գործում է օրենքի եւ ներքին կանոնակարգի շրջանակում։ Բանկը գործում է օրենքին եւ իր ներքին կանոնակարգերին համապատասխան, հետեւողականորեն պաշտպանելով իր հաճախորդների շահերը։ Մենք չենք տեսնում միջնորդների ներգրավման անհրաժեշտություն հաճախորդների հետ հարաբերություններում, ուստի նախընտրում ենք չմեկնաբանել վիրավորական մեղադրանքներ պարունակող գրառումները։
Վերջին շրջանում բանկային ոլորտում նման բողոքներն աճել են։ Մի քանի ամիս առաջ էլ քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև, պահանջելով վերանայել վարկային քաղաքականությունը, սակայն մինչ օրս կառավարությունը խնդրին համակարգային լուծում չի ներկայացրել։ Տևական դադարից հետո նոր շփում է տեղի ունեցել Երևանի և Մոսկվայի միջև անվտանգության ամենաբարձր մակարդակով։ Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։ Հանդիպումը կայացել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հավաքի շրջանակում։ Ռուս պաշտոնյան հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրության կայունացման, նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման։ Ռուսաստանի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում շատ զգալի է։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը արել է ամեն ինչ վիճակի կայունացման համար, եւ ահա վերջապես խաղաղությունը եկել է տարածաշրջան։ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին խոստացել է գործընկերներին ներկայացնել տարածաշրջանում վիճակի մանրամասները։ Այս հանդիպումն առանձնահատուկ է նրանով, որ սա Երևանի և Մոսկվայի անվտանգության կառույցների առաջին ուղիղ շփումն է երկար դադարից հետո։ Այն շրջանում, երբ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ լարված և անորոշ փուլում։ Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցերն ավելի կնճռոտ են ու խրթին։ Եթե ըստ Փաշինյանի այլևս հայկական բնակավայրերը վերագրում է Ադրբեջանին ու գործածում է դրանց ադրբեջանական անվանումները, որովհետև մեր ազգային ժողովի ընդդիմադիրների սեղանին Արցախի դրոշն է, ապա արտգործնախարարն այլ տեսակետ ունի։ Արարատ Միրզոյանը կարծում է, որ Բաքվի բռնապետի ձևակերպումը ցարական քարտեզների մասին էր։ Ես չեմ ուզում ոչ մեկի փաստաբանություն անել, բայց ձևակերպումը այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոքչան։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալևա ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոքչան։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ, խաղաղության նարատիվի։ Սակայն Միրզոյանն առաջարկում է չանտեսել նաև Բաքվի այսպես կոչված կառուցողական քայլերը։ Օրինակ ռուսական ցորենը, որ Ադրբեջանի տարածքով գալիս է Հայաստան։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ է, խաղաղության հիմքը կողմերի փոխշահավետ պայմանավորվածություններն են։ Օրբելի կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում նշել է, որ արդեն ձեռք բերված ու առաջիկայում սպասվող պայմանավորվածությունները պետք է միաժամանակ ձեռնտու լինեն Հայաստանին, Ադրբեջանին եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Նրա խոսքով հենց այս հավասարակշռվածությունը կարող է ապահովել երկարատև ու կայուն խաղաղություն։ Սակայն երբ սեփական ցանկությունը վերածվում է պետական նարատիվի, խաղաղության հեռանկարը ավելի մշուշոտ է երևում, իսկ հիմքերը թույլ։ Ադրբեջանն աշխատում է բավական ակտիվ, հիմա էլ նոր կեղծ տեսանյութով են ողողել համացանցը։ Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում, ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը։ Փաստերը բացահայտվել են։ Այս վերնագրով տեսանյութը հրապարակել Ադրբեջանի պետական ASTV հեռուստաընկերությունը։ Սա արվել է Ալիևի վերջին խաղաղասիրական ելույթից հետո։ Տեսանյութը հրապարակել է ադրբեջանակետ Տաթև Հայրապետյանը։ Միջազգային լրահոսից անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել միջուկային փորձարկումների իրագործելիությունը, այլ ոչ թե սկսել դրանց անհապաղ նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախագահը չի տվել փորձարկման նախապատրաստական աշխատանքները սկսելու հրաման։ Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել այդ աշխատանքները սկսելու նպատակահարմարությունը, ասել է Կրեմլի խոսնակը։ Իսկ Հյուսիսային Կորեան սկսել է հազարավոր զինվորներ ուղարկել Ռուսաստան, Ուկրաինայում իր հատուկ գործողության տարածքում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Ըստ տեղեկությունների Ռուսաստան կժամանի հյուսիսկորեական բանակի ինժեներային զորքի մոտ 5000 զինվոր։ Նրանց կհանձնարարեն վերականգնել ենթակառուցվածքներ, հյուսիսկորեացի եւս 1000 զինվոր կմասնագիտանա ականաձերծման գործում։ Փհենյանն ընդհանուր առմամբ Ռուսաստան կուղարկի մինչև 10000 զինվոր։
ԱՄՆ-ն պատրաստել է ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով ուզում են առաջարկել վերացնել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի նկատմամբ պատժամիջոցները։ Նաև առաջարկում են չեղյալ հայտարարել Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբիի նկատմամբ պատժամիջոցները։ Հստակ չէ, թե երբ կարող է բանաձևը դրվել քվեարկության։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն 9 կողմ ձայն եւ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետոյի չկիրառում։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 10-ին Սպիտակ տանն Ահմեդ Ալ-Շարան հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սա նրա առաջին այցը կլինի Միացյալ Նահանգներ։ ՄԱԿ անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեն Ալ-Շարային ճանապարհորդելու թույլտվություն է տրամադրել այս տարվա սկզբին։ Ուստի նույնիսկ եթե ԱՄՆ բանաձևի նախագիծը չընդունվի, Ալ-Շարան հավանաբար կկարողանա այցելել Սպիտակ տուն, գրել է Reuters-ը։ Եվ վերջում, ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Ջորջ Լուկասը Միացյալ Նահանգներից տեղափոխվում է Մեծ Բրիտանիա։ Աստղային պատերազմների ռեժիսորը ցանկանում է ավելի քիչ ժամանակ անցկացնել Միացյալ Նահանգներում Թրամփի քաղաքականության հետ իր անհամաձայնության պատճառով, գրել է Times-ը։ Ըստ թերթի 81-ամյա Լուկասը 40 միլիոն ֆունտ ստերլինգով առանձնատուն է գնել Լոնդոնի Սենթ Ջոնս Վուդում, ինչը կարող է լինել Մեծ Բրիտանիայում 2025 թվականին իրականացված անշարժ գույքի ամենամեծ գնումը։ Սենթ Ջոնս Վուդը հայտնի է ստեղծագործական էլիտայի անդամների շրջանում։ Լուկասի հարևանների թվում կլինեն Փոլ Մաքքարթնին, Քիթ Ռիչարդսը եւ Էվան Մակգրեգորը։ Ռեժիսորը հրապարակավ չի մեկնաբանել Դոնալդ Թրամփի նախագահությունը, սակայն ըստ թերթի նա չափազանց քննադատապար է մոտենում Սպիտակ տան գործող նախագահին։ Այսքանն էինք նախատեսել այս ժամի համար, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնի Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը կրկին եթերում կլինի վաղը, առավոտյան ժամը 9-ին, կհանդիպենք, բարի գիշեր։